Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 15-ն է 2026 թվական։ Ընտրությունների թեմային էլ կանդրադառնանք, այսօր նաև հրավիրված էի հանրային հեռուստաընկերություն հանրային քննարկման, չգիտեմ, վաղը կգնա թե մյուս օրը, անկեղծ ասած ես արդյունավետ չեմ համարում նման քննարկումները, որովհետև քո ասածը ասես, թե մյուսի ասածին հակառակվես, նրան ես հակառակվում, քո ասածը չես կարողանում ասել, իմ պատկերացմամբ դա հնացած ոճ է, այդ բանավեճի ոճ է, բայց դա պարտադիր է, այսպես ասած ընտրության հետ կապված ինչու համար եմ ասում, ասելիքդ պետք է ասես, մարդը լսի, մյուսին էլ լսի, ինքը կողմնորոշվի, որ նա իր համար ընդունելի։ Պատահական չի, որ այս ձևաչափը ձեզ հետ շփվելու համար ես ընտրել եմ, այն էլ ոչ ընտրության հետ կապված, այլ տարիներ առաջ։ Իսկ մանավանդ տեսնենք, թե ինչ մակարդակի է գնում հանրային բանավեճը, որ պատկերացնենք ինչ է տիրում եւ ինչ ենք ուզում մենք, որպեսզի դուրս գանք այս արատավոր շղթայից։ Այ համբալ, ինչ ունես մեր ինքնության հետ, ինչու ես քո քայլերով ցավեցնում ժողովրդին, ինչ ես ուզում ապացուցես։ Այս մասին այսօր ասել է Ռոբերտ Քոչարյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Քոչարյանը նշել էր, որ քաղաքացիական պայմանագրում համբալ բառն օգտագործելը ընդունված է։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՔՊ-ում համբալ բառն ընդունված է, ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք։ Ավելի ուշ ասել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Դուք պատկերացնում եք, ժողովուրդ ջան, մեկը 10 տարի Հայաստանն է ղեկավարել, դա հենց առաջ Արցախն է ղեկավարել։ Մեկն էլ 8 տարի Հայաստանն է ղեկավարում եւ համարում են, որ սա նորմալ նախընտրական բանավեճի մակարդակ է, բայց այնպես չէ, որ մենակ նախընտրական շրջանում այս ոճը, ամբողջ տարիների ընթացքում այս ոճն է, ժողովուրդ ջան, մենք սրան ենք արժան։ Մենք այս գիր գրականության 4.500 տարվա քաղաքակիրթ երկիր լինելով, աշխարհին արժեքներ տալով, աշխարհից արժեքներ վերցնելով, մենք սրան ենք արժան։ Ոստեղ հարցը նա չէ, որ մենք ասենք, թե ով է ճիշտ։ Ենթադրենք երկուսն էլ ճիշտ են, կամ երկուսն էլ սխալ։ Դա ինչ է տալիս։ Մենք ինչա կոնֆլիկտի կողմ ենք, ասենք տեսար ոնց լավ ասեց, կամ էլ մեկն էլ ասի տեսար ոնց լավ ասեց։ Չէ, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք, որ այս մակարդակը վերանա։ Մենք ուզում ենք, որ այս մակարդակը վերանա, ժողովուրդ ջան։ Լա տեսեք ուր ենք հասել։ Ու գիտեք ինչն է այս ծայրահեղության նաև պատճառը։ Այնքան է այս մակարդակը ինչ է, որ շատ-շատ մարդիկ նաև ասում են, որ դե լավ է, Գուրգեն Սիմոնյանը շատ գրագետ է խոսում։ Ճիշտ է, որ տենց գրագետ խոսա։ Այսինքն ձեզ սովորացրել են, որ ճիշտը սա է, կիրթ գրագետ խոսելը արդեն թերություն է համարվում։ Լուրջ։ Բա ոնց ենք ուզում առաջ գնալ։ Չեք տեսնում, որ անընդհատ հետ ենք գնում, մի օր կանգ չենք առնելու։ Ու գիտեք ինչն է, ասում են, դե լավ է, իրանք են ելնելու, դուք ինչ կարող եք անել։ Բա դուք եք ընտրողը, ինչ կարող ենք անել։ Կարող ենք ընտրվել եւ փոխել այդ մթնոլորտը։ Չգիտեք ինչ կարող ենք անել։ Չգիտեք, որ նույնիսկ ընտրությունների հետ կապված Գիտեք, քանի մարդ է նաև Գուրգեն Սիմոնյանին խորհուրդ տվել, օբյեկտիվորեն կարող է PR տեսանկյունից ճիշտ են ասում։ Ես չեմ քննադատում մասնագետին, որ կարծիք է հայտնում։ Ասում եմ, մի քիչ էլ դու էլ ուրիշների նման խոսա Գուրգեն Սիմոնյանին, կարող է ժողովրդին դուր գա։ Ասում եմ, ոչ, ես հարգում եմ մեր ժողովրդին, ինչպես ինչ ճանաչում են, այդպես էլ կճանաչեն, մեր բախտից ինչքան ձայն կտան, այդքան էլ կտան։ Մենք նշաձողը չենք իջեցնելու, որովհետև հարգում ենք այն մարդկանց, որովհետև նրանք, ովքեր ընդունում են Գուրգեն Սիմոնյանին, ընդունում են նրա համար, ոնց որ մյուսները նույն բանի համար քննադատում են։ Այո, ժողովուրդ ջան, պետք չի ուրիշների օրինակը վերցնել, ընդօրինակել կամ կապկել ցավալիորեն։ Ոնց տեսնում ես, որտեղ նայում ես, բոլորը պարում են։ Բոլորն իրանց միջոցառումներին պարում են, որովհետև տեսել են, որ ինչ որ երկրի ղեկավարներ են պարում։
Հա Ելցինը ինչ, այն վիճակին էր, որ քայլող ողորմածիկ էր, բա Ելցինին ասում են մի քիչ բարի թրջկոտա, որ ժողովուրդը իմանան, որ արդեն թաղելու ժամանակը չի, Ելցինը դուրս եկավ, սկսեց պարել ոգևորված, որ տեսեք, իմ մասին կարծիքը բավական սխալ է, որ ես արդեն չկամ, Տրամպը 80 տարեկան մարդ է, ուզում է ցույց տա, որ տեսեք, ես աշխույժ մարդ եմ, մի անհանգստացեք, ինձ դուս մի գրեք, էլի ես կամ, ջահել տղեկ եք, ժողովուրդ ջան, թրջկոտում եք, որ իմանան դուք կաք, հաստատ, հիմա ուզում եք մի դու նույն բանն է Գուրգեն Սիմոնյանն անի, որ ձեզ դուր գա, լուրջ եք ասում, բա ոնց ենք առաջ գնալու ժողովուրդ ջան, ուզում ենք այս արատավոր երևույթից ի վերջո վերջ չտանք, ոնց կարելի է ասենք մեր ազգին սենց ձևով մատուցել այս ամեն ինչը, մեկ էլ օրինակ վերել, թե ուրիշ տեղ ինչա կատարվում, չի լինելու դա, որովհետև կա հարգանք եւ Գուրգեն Սիմոնյանի կողմից ձեր հանդեպ, կա հարգանք եւ իմ կողմից ձեր հանդեպ, որ պարբերաբար երբ որ խոսում ենք, ես իմ ասելիքն ասում եմ, ու շատ դեպքերում ասում են արդյոք ճիշտ է այս օրինակները եւ այլ շատ թվեր փաստեր, որովհետեւ ես հարգում եմ ձեզ։ Ես երբևիցե չեմ մտածել, որ պետքա սենսացիոն վերնագրեր դնեմ, այ հիմա Ադրբեջանը կանցնի ջրի տակ, Թուրքիան կմասնատվի եւ 100,000-ավոր մարդիկ նայեն, որովհետեւ մեր մոտ սիրում են էլի տենց բաներ։ Ձեզ հարգող մարդը տենց բան կանի, քիչ մարդա PR խորհուրդներ տալիս, ավտո քշելով ելույթ ունեցեք, թող շարժում տեսնեն, ասում եմ ինչ է գլխառադանեմ, ձեզ հետ լրջորեն խոսելը, թե ավտո քշելը, դե լավ որպեսի հանկարծ վթարային բան չլի, գնացեք միտեղ ճռիկ արեք, շատ չգիտեմ, փողոցում եք քշում, թե էդ եք անում, այսինքն ինչ ենք անում, ձեզ չենք հարգում, ճռիկներ ենք նկարում, հաստատ Այդ մարդկանց պատկերացումը, որ ես ունեմ վերաբերմունք ձեր նկատմամբ, չէ ժողովուրդ ջան, դա չի լինելու եւ ամեն ինչ անելու ենք, որ այս վիճակը մեր մոտ փոխվի։ Դրա համար հաստատակամորեն, եթե ցանկանում եք վիճակը փոխվի, գնացեք եւ ձեր ձայնը տվեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, նրա վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Ես էլ այդ ցուցակում ընդգրկված եմ, իմ համեստ ուժերի ներածի չափով փորձում եմ օգտակար լինել այդ ծրագրին։ Լավ գիտենք պաշտոն բաժանողների տեղն էլ, փող բաժանողների տեղն էլ, բայց մենք ուզում ենք բան անենք մեր երկրի համար, հարց լուծենք մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, կստանանք մեծամասնություն, կգնանք եւ հստակ մեր ծրագրերը կիրականացնենք, չենք ստանա մեծամասնություն, որևէ մեկին չենք միանա, եթե որևէ մեկը կասի, բայ եթե մեզ չմիանաք, չի ստացվելու կառավարություն ձևավորել, ուզում եք կառավարություն ձևավորել, որպես ազգային համաձայնության կառավարություն, ձեր ձայնը տվեք Գուրգեն Սիմոնյանին, որովհետև ասում եք, եթե նա ընտրվի, պատերազմ կլինի, այլ ասում եք, եթե նա ընտրվի, օդը կփակվի, սահմանները կփակվեն, այս կանեն են կարել, այսինքն երկուսն էլ քաղաքական բայղուշության ծրագիր են ներկայացնում։ Մենք ասում ենք, եթե չեք ուզում դա տեղի ունենա, դուք ունեք հնարավորություն ընտրություն կատարելու։ Սամվել Կարապետյանին եք նախապատվություն տալիս թե Գուրգեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին եք նախապատվություն տալիս թե Գուրգեն Սիմոնյանին։ Եթե դուք ընտրում եք նրան կամ ընտրում եք նրան, մեղքը մեր վրա մի գցեք։ Մենք հայտը ներկայացնենք, մեր թեկնածուին ներկայացրել ենք։ Եվ ասում ենք, նույնիսկ եթե բավարար չափով ձայն չունենանք կառավարություն ձևավորելու, միևնույնն է մենք անելիք ունենք, որովհետև այս խորհրդարանը խայտառակություն է։ Մենք անելիք ունենք հանրության հետ աշխատելու, մենք անելիք ունենք այդ ծրագրերն անելու, մենք անելիք ունենք միջազգային կապերն օգտագործելու եւ ուշ-թե-շուտ հասնելու նրան, որ մեր հասարակությունը իր վերաբերմունքն արտահայտի հանրաքվեի միջոցով եւ Հայաստանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության համար։ Համարենք, որ առաջիկա ընտրությունը այդպիսի մի հանրաքվե է, ձեր ձայներով պայմանավորված, որովհետև դուք 50%-ից ավել գտնում եք Հայաստանի ապագան, ավելի զարգացած համակարգն է, աբսուրդ է, որ մարդը տեսնի, որ այս համակարգը զարգացած է, այս մեկից գնա ընտրի հետամնաց, ասում են, բա ինչ անենք, Ռուսաստանը մեզ կպատժի։ Այսինքն բայլիշ գործընկեր է, որ մենք վախենում ենք, որ մեզ պատժի։ Այսինքն մենք ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունենք, որովհետև մեզ կպատժեն, բայց այդ դեպքում ոնց է Ռուսաստանը եղբայրական երկիր ում համար, Նիկոլ Փաշինյանի,
Բա ոնց է Պուտինը իր անկերը Նիկոլ Փաշինյանի, բա Հայաստանի հետ դա ինչ կապ ունի։ Եթե մենք ինքնիշխան պետություն ենք, որի համար զոհեր զրկանքներ ենք կրել, բա ինչի իրավունք չունենք ինքնուրույն որոշում կայացնելու, եւ մարդիկ էլ դրա հետ հարմարվել են։ Եթե որևէ մեկը ասում է, որ մենք պետք է լռենք, որովհետեւ Ռուսաստանը ուժեղ է, ինչ որ մեկն էլ ասում է, մենք պետք է լռենք, որովհետեւ Ադրբեջանը մեզանից ուժեղ է։ Իսկ դուք ասում եք պետք է Ադրբեջանին չզիջել, այս ինչ եք անում, բայց պետք է Ռուսաստանին զիջել։ Եթե դու Ռուսաստանին զիջելը արդարացրեցիր, մյուսն էլ արդարացնում է Ադրբեջանին զիջելը, ասում է խաղաղությունը պայմանավորված է նրանով։ Եթե մենք Ադրբեջանին չզիջենք, ու չի արդարացում, որ դուք ասեք մենք լինենք Ադրբեջանին չենք զիջի։ Եթե դուք ասում եք մենք լինենք Ռուսաստանին կզիջենք, ուրեմն դուք Ադրբեջանին զիջելու ծրագրով եք առաջ գնում, որտեղ Հայաստանը համարում եք, եթե թույլ է պետք է զիջի։ Իսկ մենք ասում ենք չի լինելու դա։ Ռուսաստան կլինի, Թուրքիա կլինի, Ադրբեջան կլինի, Իրան կլինի։ Մենք եթե տանենք խելամիտ քաղաքականություն, այո, մեր անվտանգության հարցն էլ կլուծենք, մեր տնտեսական քաղաքականության հարցն էլ կլուծենք։ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել ինտելեկտուալ պոտենցիալով, պատահական չի, որ դա խորհրդային միությունը բոլոր տեղերից բերում են Հայաստանում են լուրջ գործարաններ կառուցում, այդ թվում նաև ռազմական, այսօր չգիտես ինչու մեր ինտելեկտը ոնց որ թե Հայաստանում այդքան էլ չի գնահատվում։ Գիտելիքահեն տնտեսություն մենք չենք կարող ունենալ, որտեղից։ Բարձր տեխնոլոգիաներ դե որտեղից մենք կարող ենք ունենալ, բա դա մենք կարող ենք ունենալ։ Ոչ, ժողովուրդ ջան, խորապես սխալվում եք։ Հայ ազգը որտեղ էլ գնում է մրցունակ աշխատուժ է։ Եվ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Էլ չեմ ասում Ռուսաստանում կամ ուրիշ տեղ կամ արաբական երկրում։ Ասեք որտեղ չի հայը մրցունակ աշխատուժ։ Ինտելեկտուալ աշխատուժ է, ֆիզիկապես էլ աշխատող է, գիշեր-ցերեկ էլ աշխատող է։ Մեր ազգին ինչ որ բոնուսներ պետք չեն։ Մենք չենք ասում գնանք Եվրոպա վայելենք։ Եվրոպան վայելելու տեղ չի, աշխատելու տեղ է, բայց գիտի մարդը կաշխատի եւ կօգտվի այդ բարեկեցությունից, այդ անվտանգությունից եւ այդ ժողովրդավարությունից։ Մարդիկ դրան են ձգտում, ոչ թե ասում են գնանք քիչ աշխատենք։ Նրանք, ովքեր տիրապետում են Ամերիկայում եւ Եվրոպայում աշխատանքի վիճակին, ոչ մեկը հեշտությամբ չի աշխատում։ Հատուկ են մարդիկ կարելի է հաշվել, որ այո, մեծահարուստ մարդիկ են լավ էլ ապրում են թե այնտեղ, թե այնտեղ։ Հիմնականում մեր հասարակությունը նորմալ աշխատում է իր օրվա հացը վաստակում է իր չարչարանքով։ Մեզ պետք չի, որ մենք մտածենք, որ ես իմ իդեալական տեղ եմ, ուղղակի մենք ունենք հնարավորություն ընտրություն կատարելու, սա թե սա, ապշելու բանա, որ մարդիկ այսօրվա պայմաններում կարող է ընտրեն հետամնաց պետությանը, հետադիմական ուժին։ Խորհրդային միության ժամանակ մենք միջին մակարդակից բարձր էինք, լինելով տոտալիտար պետության կազմում։ Այսօր մեզ ասում են, պետք է ֆորպոստ տլես Ռուսաստանից, Ռուսաստանը չարքաշ վիճակում է պահում իր տնտեսության վիճակը, արդեն խնդիրները հասել է Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին ու Սոչիին, որոնք համարվում էր անձեռնմխելի։ Այդտեղ էլ է հասել, բա մեզ համար ինչ է անելու։ Հոպը չի կարողանում կրեմլը պահի, չի կարողանում կարմիր հրապարակը պահի։ Ձեզ բացատրում են, որ կարող է իրանք ի վիճակի լինեն Հայաստանին օգնեն, հետո էլ պետք է ասեն դուք եք մեղավոր, լավ չպահեցիք, չօգնեցինք։ 5-րդ տարին կռվում են։ Իրանք չեն կարողանում իրանց օդը փակել, Հայաստանինն են փակելու։ Լավ մի հատ քարտեզին նայեք։ Ուկրաինայից որպեսի Մոսկվային խփեն 1000 կիլոմետր ճանապարհ պետք է անցնի։ Դե հաշվում եմ 1000-ից քիչ է հեռավորությունը ուղիղ, բայց այդ սահմանի վրայից չեն կրակում։ Մի քիչ խորքից են, չէ՞ կրակում, որպեսի Ռուսաստանի համակարգերը չֆիքսեն կամ ֆիքսելու դեպքում արագ հասցնեն տեղաշարժվեն։ Սահմանի շփման գծից չեն կրակում։ 1000 կիլոմետր հեռավորությունից խփում են Եվ Ռուսաստանը չի կարողանում դրա դեմը առնի։ Ռուսաստանը իր հոպով պետք է կարողանա Հայաստանին օգնի, երբ որ Ադրբեջանը եթե կրակելու է մի կիլոմետրից, չեք տեսել ուր է հասել Ադրբեջանի սահմանը։ 5 կիլոմետրից, 10 կիլոմետրից, Ռուսաստանը չի էլ հասցնի իսկի ֆիքսի նրա կրակացը, ընդհանրապես ասում է, դուք ձեզ լավ չեք պահում, դրա համար ես ձեզ չեմ օգնում, մարդիկ էլ ասում են, ժողովուրդ կարող է մենք այդքան վատն ենք, բայց Կրեմլում էլ են բոլորը վատը, ու չի վերաբերվում հարցը, Մոսկվային պահել մեծ քաղաք է, ընդհանրապես կարմիր հրապարակին չկարողացան պահել, խնդրեցին, որ Տրամպը խնդրի
Զելենսկուն, որպեսի գոնե կարմիր հրապարակին չխփեն, խայտառակ կլնեն։ Էսա վիճակը, սա ենք մենք մեզ համար ուզում, ժողովուրդ ջան։ Ասում են դժվարություններ կա, մեր ապրանքների դեմը կառնեն։ Հա գիտենք, որ դժվարություններ կա, որ դժվարությունների վախենալով ամեն անգամ ավելի շատն ենք տալի։ Եվ վատը նա որ մեր իշխանությունները Ռուսաստանի հետ զուգահեռ են գործում, այս պատահական չի, հայտնի հեքիաթը, որ հիշեցնում եմ, աղվեսի ու կկվի պատմությունը, որ կկուն վախից իր ձակին տալիս է, որ աղվեսը ավելի մեծ վտանգ չստեղծի իր համար, բայց ասում եմ վատը նա է, որ մեր մոտ կկուն ոչ թե վախեցած է աղվեսից, այլ կկուն աղվեսի թիմից է խաղում։ Ինքն է ահաբեկում աղվեսով ձակերին, ասում է կգնաք կհանձնվեք, եթե չգիտեք Ալիևը մեզ ինչ կանի։ Չէ, ժողովուրդ ջան, Ալիևը մեզ չի անի, Ալիևը քեզ կանի ու դու էլ ուզում ես, որ դու նենց անես, որ նրա շահերը սպասարկես, որովհետև եթե ժողովուրդը ըմբոստացավ, թույլ չի տա, որ դա դու անես։ Ու պատահական չի, մի բան էլ ասեմ ու անցնեմ թեմաներ շատ կա։ Պատահական չի, որ երբ որ նախընտրական տվյալներ են ներկայացնում, թե ինչ են արել, ինչ են անում եւ մինչեւ մի 100 տարվա, չէ, չնայած այդ ինչ անհամեստ բաներ են ասում, 1000 տարվա խաղաղություն եւ ծրագրեր են ասում։ Բա դուք մեզ խոստացել եք մարտ ամսին սահմանադրական փոփոխությունները ներկայացնել նոր սահմանադրություն։ Մարտ ամսին ուր է բա որ չկա։ Բա հիմա ինչի չկա։ Ասում են ինչ-որ տարաձայնություններ կա, չկա։ Բա դա ոչ բյուջեի հետ կապ ունի, ոչ ինչ-որ բանի հետ կապ ունի։ Ոնց եղավ, որ մինչև այսօր դա մենք չունենք։ Ձեր թիմը հավաքել եք, ձեր հանձնաժողովը հավաքել եք, ձեր ուզած մարդկանց հավաքել եք ու չեք կարողանում գրեք պատրաստեք ու դուք մեզ բաներ եք խոստանում, որը պետք է կատարեք, այն դեպքում ոչ ռեսուրսի խնդիր կա, ոչ գումարի խնդիր կա, պարզապես պետք է անեք, որովհետև վախենում եք ընտրություններից առաջ տպեք, որ հռչակագիրը հանել եք նախաբանից, որ ժողովուրդը հանկարծ դրա պատճառով ընտրության հետ կապված խնդիր ունենաք, բայց դեպքում ստացվում է, որ ժողովրդին խաբում եք։ Հիմա խաբում եք, որ չեք ի վիճակի չեք ձեր խոստումը կատարել, բա ոնց եք ուրիշ խոստումներն ուզում, որ մարդիկ հավատան։ Եվ խաբում եք, ասում եք ավելի լավ է հիմա չսրենք, թող անցնի, մենք ընտրվենք, որից հետո նոր սահմանադրությունը կփոխենք։ Բա որ դուք ընտրվեցիք ու սահմանադրությունը փոխելու հետ կապված ժողովուրդը միևնույնն է դեմ քվեարկեց այդ սահմանադրությանը, որովհետև նախաբանը հանած է, ինչ պետք է արվի։ Պետք է ասեք ժողովուրդ, բա դուք մեզ խաղաղության հետ կապված մանդատ եք տվել, սահմանադրությունը պարտավորեք, լավ չեն գնում, չեն քվեարկում։ Սահմանադրության փոփոխությունը այդ ընտրությունը չի, որի համար իրանք պետք է գնան բավարար չափով ձայն տան։ Ինչ ալնելու։ Դիմելու եք Ալիևին, ասեք, դե տեսար մենք խաղաղության հետ կապված ընտրվել ենք, այ ժողովուրդը իրան լավ չի պահում, մի հատ էլ կրակի վախացնենք, հա, այն որ ազգային ժողովի ամբիոնից ասեց, դեզ նույնը պետք է լիներ առանց զոհերի, բայց ով թույլ կտար ինձ առանց զոհերի, առանց պատերազմի հանձնել, այ դրա համար այս տարբերակով պետք է գնայինք։ Հիմա էլ սահմանադրության փոփոխելու հետ կապված ենք, Ալիևի հետ կապված մտածելու, որ եթե սահմանադրությունը չընդունենք, պատերազմ ալնելու։ Ով է մեզ պատերազմով վախացնում, նա ով խաղաղության սրտիկը ամբողջ երկրով ողողել է։ Եվ այլ ընտրանքն էլ պետք է լինի այս ռուսամետ ուժերը, որ մեզ բացատրում են, որ Ռուսաստանի հետ որ լավ լինենք, լավ կապրենք, լուրջ եք ասում։ Ռուսաստանի հետ լավ լինենք ու դուք մտածում եք աշխարհում ցանկացած տեղ լավ էլ ապրեք, բայց մտածում եք, որ այս մարդիկ ապրեն ռուսի լծի տակ։ 21-րդ դարում այս վիճակում, այն դեպքում, երբ որ մենք ընտրության հնարավորություն ունենք, մեզ հրավիրում են, մեզ հետ աշխատում են, պատրաստ են մեզ հետ պայմանագիր կնքել, ժամանակացույց կազմել, ճանապարհային քարտեզ կազմել։ Դրա համար ժողովուրդ ջան, մինչև անցնելը մյուս թեմաներին, հաշվի առնելով, որ այս հարթակը ես իրոք համարում եմ ամենաարդյունավետ ցանկացած բանավեճից ու հարցազրույցից, որովհետև կարողանում ենք հանգամանորեն բաներ քննարկել, դուք ձեր կարծիքներն, առաջարկությունները ասում եք, ես դրանց անդրադառնում եմ, թեկուզ եթե ձեր անունն էլ չտամ, եւ դա տեսնում եք, որ տարիներով արել ենք ու անելու ենք, ես անկախ իմ կարգավիճակից սա անելու եմ ուղիղ այնքան ժամանակ, ինչքան դուք դրա կարիքը եւ դրա ցանկությունը ունեք։ Եթե չունենաք, ես ինձ համար աշխատանք կգտնեմ։ Ձեզ չեմ հոգնեցնի մի բանով, որը ձեզ համար հետաքրքիր չէ։ Ես փորձում եմ անձնական օրինակ նաև ծառայել, որ 66 տարեկանում կարող եմ գիշեր ցերեկ իմ գործը անել, որ ձեր առաջ հանդես գալ։
եթե նույնիսկ օրվա ընթացքում պետքա գնաս քարոզչական նպատակներով այցելությունների, հետո միտեղ գնաս եթեր, հետո գաս ֆիզիկապես հասցնես, որ ձեր առաջ հանդես գան, որևէ երիտասարդ, որ իրան թոշակառու է համարում, ես ուզում եմ ասեմ, որ տեսեք, որ շատ ակտիվ ձևով կարելի է շատ բաներ անել, տասնյակ կիլոմետրերով քայլել եւ մարդկանց հետ շփվել, հանդիպել, զրուցել եւ ժամանակ ու էներգիա պահպանել եւ գալ նստել ձեզ հետ խոսել, այնպես որ ժողովուրդ ջան, եթե հավանում եք սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր մոդիկների միջոցով, ասեք, որ բոլորը ուշադիր լինեն, պարտադիր նաև բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, պարբերաբար ընդեղ նյութեր են լինում տարածելու հետ կապված, նրանք ովքեր ցանկություն ունեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել ալիքին, դա էլ կարող եք անել, նյութի նկարագրական մասում կա եւ բանկային փոխանցում, եւ կանխիկ, արագ փոխանցում, եւ PayPal, Patreon եւ իդրամ քարտային փոխանցում բոլոր հնարավոր տարբերակները, բայց շատ ավելի կարևորում եմ, որ անպայման կուսակցության գրասենյակի հետ ճշտեք, պայմանավորվեք, հանդիպեք, Գուրգեն Սիմոնյանի Facebook-յան էջում նաև կա, նաև տվյալները փոխանցման համար, իհարկե դա վերաբերում է կուսակցությանը, այս նախընտրական շրջանի համար, իսկ այդ փոխանցումը դա միայն կարող են Հայաստանի քաղաքացիները անեն, դա էլ եք հասկանում, որ օրենք մենք չենք խախտի, դրա համար եթե դրսում կան մարդիկ, ովքեր շատ են ցանկանում օգտակար լինել, պետք է մտածեն, որ այդ հարցում օգնեն իրենց հարազատները, մոդիկները, որոնք Հայաստանում են գտնվում, դուք կարող եք նրանց խնդրել, իրանք կարող են իրենք փոխանցում անել, որպես Հայաստանի քաղաքացի կուսակցության գրասենյակին, կուսակցության հաշվի համարի վրա, իսկ եթե մարդիկ կլինեն, որոնք այդ կարգի բարեկամ չունեն, որի միջոցով անեն, ես պատահական չի, որ ասում եմ, որ հասարակական կազմակերպության բանկային փոխանցումներն ա, որ ես նշում եմ, եւ բացի այդ ալիքի հետ կապված, դրանք մենք էլի օրենք չենք խախտի այդ գումարները մուտք անենք, որ ասեն բա դրսից եկավ, բայց այն աշխատանքները, որը կատարում ենք, այդ աշխատանքները կկատարենք, որով կնպաստենք մեր քայլերին։ Դուք տեսնում եք, թե ինչ ֆանտաստիկ ռեսուրս է ծախսում իշխանությունը, ողողելով ամբողջ երկիրը ամեն ինչով, թե ինչ նվիրատվություններ են իրենց անում, որ ասում են, դե տեսեք, օրինական է, այս օլիգարխներն ու բիզնեսմենները նվիրատվություն են արել, շատ են սիրում ՔՊ-ին, էլի, խելքները իրանցը չի, Նիկոլ Փաշինյանի համար սենց ուշքները գնում է ժողովուրդ ջան, ուզում են, որ անպայման նա վերընտրվի։ Եվ պատկերացնում եք, իսկ մյուս կողմն էլ ինչ ֆանտաստիկ ռեսուրս է ծախսում, իշխանություններն ռեսուրս են ծախսում, բոլորին անխտիր լսեն, որ տեսնեն ով է փոխփոխանցում, ինչ է անում, կարելի է կարծել, եթե անգամ չձայնագրեիք, մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում, ոնց են իրանցով ողողել լցրել հանրային տիրույթը։ Դրա համար դուք հասկացաք, որ նաև տեսեք հիմա Ռուսաստանի թեմայից էլ շարունակենք, տեսեք ինչքան կարևոր է, որ այո, ձեր ձայնը չափազանց կարևոր է, ով ասում է, որ ամեն ինչ որոշված է, թող ասի, բա ով է որոշել եւ ով է լինելու։ Դուք չեք կարողանում հստակ ասել ռուսամետ ուժերն են լինելու, թե Փաշինյանը, բա ոնց է ամեն ինչ որոշված։ Ամեն ինչ որոշելու եք դուք ձեր ձայնով եւ բոլորի խաղաքարտերը խառնելու ենք ձեր քվեարկությամբ ու ձեր ընտրությամբ։ Շատ-շատերը ծանր են տանում, թե ինչպես նորաստեղծ կուսակցությունը այդքան հանրային հետաքրքրություն է ներկայացնում, փորձում են ասել ում պատվերը եւ այլ, ինչ եք կարծում, ինչ պատվերի մասին է խոսքը։ Ամենաճիշտ ռեսուրս ծախսող կուսակցությունը, իշխանությունները մեզ ինչով է օգնելու։ Ինչով է օգնելու կամ ինչով է օգնել։ Ինչ հանելու, որ մեզ օգնի։ Մեր տեղը բուլետեն է գցելու։ Այնա գցողը իր տեղը կգցի։ Մեզ օգնելու է, որ մենք հանդես գանք, ինչի չեք տեսնում, որ ամենահամեստ ռեսուրսը մենք ունենք։ Հազիվ կարողանում ենք օգտվել անվճար հարթակներից։ Ինչ որ միտեղ էլ եթե կարողանում ենք ինչ որ ծախսեր ու աշխատանքներ, որ հարցում են մեզ օգնելու, որ դուք մտածում եք, մենք էլ պետք է իրանց պատվերը կատարենք, կամ որ հարցում պետք է այն մյուս ուժերը օգնեն։ Ինչի դուք չեք տեսնում ուրիշ ուժեր, որոնք օլիգարխ չեն, բայց ինչպիսի ֆանտաստիկ քանակությամբ իրանց նկարներով ողողել են երկիրը, կամ չգիտեք դրանց հետևնով է կանգնած, ով է ֆինանսավորում։ Այդ ոնց է, ես գիտեմ, դուք չգիտեք։ Չեմ գուզում անուն տանք, հիմա էլ հերթական դատական պրոցեսը վրա սկսեն, ասեն, բթա մեկից պրծել ենք, մնացել է մյուսը, ասեն ապացուցի, որ այսինչ ընկերությունն է իրանց փոխփոխանցում, բա դուք չեք տեսնում, որ մի հատ
քաղցառայող մի 2 տարի գործից դուրս գալուց հետո պետական ծառայող այս ֆանտաստիկ ռեսուրսը որտեղից է, ով է տալիս իրան, չգիտեք, եթե նույնիսկ չիմանալով, հո գիտեք որ անում են, անում են դրա դիմաց բան են ուզելու, չէ, մեզ համար չեն անում, մեզանից էլ բան չեն կարող ուզել։ Հիմա անցնենք առաջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Եվրամիությունը Հայաստան ներկայացում է իր ուղեցիր, եւ Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամներից հետո կրկին իրենով անել, խզել Հայաստանի թե փոխշահավետ տնտեսական ու առևտրային, թե ներդրումային կապերը, ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ, բայց հարց է ծագում, եթե Հայաստանը նման որոշում կայացնում է, Եվրամիությունն էլ ինչ-որ բան է առաջարկում, ինչ անում, ճնշում է, Հայաստանի վրա զորք է ուղարկել, Եվրամիության զորքը Հայաստանում է գտնվում, կամ Եվրամիությունը զորք ունի, ինչպես է ինքը ճնշելու, եթե մենք դա չուզենանք։ Ռուսաստանի պարագայում մենք գիտենք ինչպես։ Իր ընկերությունները, որոնք դարձել են քաղաքական լծակ, իրանց ճնշման գործիքը Լարսում կարողանան ինչ-որ բան ստուգեն, իրանց 102-րդ բազան, որը գտնվում է Հայաստանում։ Ինչքան բան թվարկենք։ Դուք ճնշման լծակ ու գործիք ունեք։ Եվրոպան ինչ ճնշման լծակ ու գործիք ունի։ Դուք համարում եք, որ գայթակղիչ առաջարկը դա ճնշում է, հաստատ։ Այսինքն եթե Եվրոպան ասում է, որ դու մեր ընտանիքի անդամ լինես, ավելի լավ կապրես, դա ճնշում է։ Ու Ռուսաստանը ասում է, այսինքն ինչ են անում Եվրոպայից, որ փորձում են մեզ պոկել Ռուսաստանից, հարձակվել են մեզ վրա։ Ինչ են անում։ Բացատրություն չունեք։ Հայաստանը պետք է այդ որոշումը չկայացնի, ինչի պետք է Հայաստանը չկայացնի։ Ինչու պետք է Հայաստանը մնա այդ ազդեցության տակ, որիչ։ ԱՊՀ որ երկրներն էր, որ թվարկում է, ինչ է ԱՊՀ-ն։ Նա չկայացած կառույց, որ խորհրդային միությունի փլուզումից հետո ինչ էր այդ ԱՊՀ-ն, իրենց ինչ ա ներկայացնում։ Լինես նրա մեջ, թե չլինես, ձևական մի հատ կառույց։ Ռուսաստանը փորձեց դա նեո խորհրդային միություն դարձնի, բայց չստացվեց։ Ոչինչ չստացվեց այդ կառույցը։ Այտենց է ձևական թղթի վրա մնացել է, ինչ որ հարցերով ինչ որ բաներ են քննարկում։ Այսինքն դա այդ երկրները իրանք չեն ձգտում, իրանք չեն գնում Եվրամիության դռան առաջ հերթ կանգնում։ Մոլդովային, Ուկրաինային զորով որևէ մեկը տարել է այն կողմ, կամ Վրաստանին։ Վրաստանը ինքը թեքվեց Ռուսաստան։ Նույն բանը ուզում եք Հայաստանում։ Լավ ենք այդքան առաջ չենք էլ գնացել։ Իսկ հիմա հերթական անգամ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև, եթե նման որոշում կայացնի։ Այնտեղ խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ի և Եվրամիությանը անհամատեղելի են։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են։ Դրա ղեկավարները նույնպես խոսում են այդ մասին, որ այդ բաները անհամատեղելի են։ Ինչ որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել։ Ակնհայտորեն դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից պոկվելու որևէ ցանկություն չունի, ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չունի։ Ինչու են պարբերաբար ամեն օր Ռուսաստանից նման սպառնալիքներ հնչում, կամ էլ թե չէ փորձում կարգի հրավիրել Հայաստանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը բան է խոստացել, եւ նրանք ծանր են տանում, ասում են մեր խոստումը տվել ես, էդ ինչ խաղեր ես տալի, թե չէ ինչ իրավունքով, ինչ երեսով նրանք պետք է Հայաստանին ասեն, դու իրավունք չունես, ընտրես քո երկրի ապագայի համար ինչ որ այլ ճանապարհ։ Ինչ իրավունքով։ Մի իրավունքով։ Դու բան ես խոստացել, մենք քո համար բան ունենք արած, քո համար, ոչ թե Հայաստանի։ Հայաստանին միայն վնաս ենք տվել, բայց քո համար բան ունենք արած։ Եթե քո համար բան ունենք արած, եւ դու եկել բան ես խոստացել, բարի եղիր խոստումդ կատարել։ Սա վերաբերվում է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին։ Ես այնպես չի վախենալ, որ ասել, բա գիտեք ինչ, բա
բավարար իրանք հանկարծ ինչ որ սպառնալիքները իրակատարած են, ինչ են անելու որի կատարած են, վերջը խելքի պետք է չգանք մենք մտածենք մեր երկրի ապագայի մասին, շատ ենք ուզում կախված լինենք, որ մեր սննդամթերքը հետ կտան, մեռանք ասելով եվրոպական ստանդարտի սննդամթերք ունենանք, վաղը Ռուսաստան էլ կուղարկենք, Եվրոպա էլ կուղարկենք, Ամերիկա էլ կուղարկենք, արաբական երկրներ էլ կուղարկենք, չունենանք Ռուսաստանի շուկայի հույսին մնանք, այսօր էլ խնդիր կունենանք քաղաքական ճնշման տակ, վաղն էլ Ռուսաստանի շուկան Եվրոպայի առաջ բացի ուկրաինական պատերազմից հետո, այդ ապրանքը մենք չենք կարողանալ ռուսական շուկա մտցնենք, պետք է զարմանանք, ասենք ժողովուրդ, պարզվում է եվրոպական ռուսական շուկայել համարել մեր ապրանքը հարմար չի, իսկ Թուրքիայի, Ադրբեջանի ապրանքն էլ կմտնի Հայաստան, որտեղ ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ ԵԱՏՄ խաղի կանոններով մենք կարող ենք շարժվել, չենք կարող այնպիսի մաքսատուրքեր սահմանել մեր գլխից դուրս, որով կարողանանք այդ ապրանքը անմրցունակ սարքենք։ Էլի բաստել որն է, որ ճանապարհը բացես ու անմրցունակ սարքես։ Այսինքն նշանակում է մենք վաղը էս եղածնել չենք ունենալու, եթե այսօր այդ քայլը չանենք, ինչի մասին մենք ձեզ ասում ենք։ ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման քննադատել է Իրանում պատերազմը, մենք հաղթահարեցինք այն առանց մեկ հրթիռ արձակելու, մենք հեռացրինք նրանց հարստացված ուրանի 97%-ը, անկասկած այն աշխատեց եւ մենք ստիպված չէինք սպանել մի խումբ մարդկանց կամ փակել Հորմուզի նեղուցը, ասել է Օբաման մեկնաբանելով Իրանի հետ կնքված իր համաձայնագիրը։ Օբաման ենթադրել է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի միջուկային համաձայնագրից ոչ թե այն պատճառով, որ այն ձախողվել է, այլ որովհետև ինքն էր այն կնքել։ Բարակ Օբաման 44-րդ նախագահն է, դեմոկրատ, որին վերջերս քննադատել էր Դոնալդ Թրամփը, եւ դա էլ հակադարձում է, որ այն ինչը որ մենք ուզում էինք, նույն բանին հասանք առանց այս ամեն ինչի։ Այսինքն դու հարցը լուծի, նոր ուրիշին քննադատի, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման մասին ասել է. «Սին ասաց, որ ռազմական Իրանին սարքավորումներ մատակարարելու ծրագրեր չունի, դա կարևոր հայտարարություն է, բայց միևնույն ժամանակ նա ասաց, որ Իրանից նավթ են գնում եւ կցանկանային շարունակել դա անել։ Իհարկե, պարզ է Չինաստանը պետք է իր շահերը պաշտպանի, իսկ Իրանի շահերը պաշտպանելու մեջ առաջին հերթին, որ առանց որևէ դժվարության ինքը Իրանից ստանա նավթը, իսկ Իրանին զինելու առանձնապես ինքը խնդիր չունի էլ, դա ոնց որ չի մտնում իր պարտականության մեջ, այսինքն ինքը պետք է Իրանի համար ինչ-որ բան չանի, որպեսզի Իրանից նավթ ստանա, Իրանը ինքն է շահագրգռված Չինաստանի հետ աշխատելու։ Չինաստանը բավարարում է ուղղակի հայտարարություններ անելով ի նպաստ Իրանի, ոչ ավելին, մանավանդ որ ինքը Ռուսաստանը եւ Իրանը համենայն դեպս ավելի լավ են իրանց զգում, որովհետեւ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ դեռ վերջնական որոշում չի կայացրել հարաբերությունները պարզել Ուկրաինային աջակցելով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Յուրաքանչյուր ոք, ով պատմական տեսանկյունից կնայի Իսրայել պետության գոյության առաջին տասնամյակներին, կգա հստակ եւ միանշանակ եզրակացության։ 6-օրյա պատերազմը այդ տասնամյակների ամենակարևոր իրադարձությունն է, որն իր նշանակությամբ զիջում է միայն անկախության պատերազմին։ Այդ պատերազմում Իսրայելը տարած հաղթանակը արմատապես փոխեց Իսրայելի կարգավիճակը, ամբողջ աշխարհին ցույց տվեց Իսրայելի պաշտպանության բանակի հզորությունը եւ Իսրայել պետության համար բացեց մի շարք հնարավորություններ ու մարտահրավերներ, որոնք ուղեկցում են մեզ մինչև օրս»։ Դե հիմա տեսնում եք, որ իրանք հիշում են պատմությունը, որ 6-օրյա պատերազմի ժամանակ այո կոալիցիոն ուժերը արաբական երկրների թիկունքին կանգնած խորհրդային միությունը 6 օրվա ընթացքում 1967 թվականի պատերազմի մասին խոսքը հաղթանակ տարան եւ բավական ավելացրեցին տարածքներ, վերահսկողություն սահմանեցին Սինայի թերակղզու վրա, այսինքն վերցրեցին Եգիպտոսից սեկտոր Գազայի վրա վերահսկողություն սահմանեցին, որը որ 47 թվականի սահմանազատումով ՄԱԿ-ի որոշումով դա Պաղեստինի տարածքներ, Գոլանի բարձունքները Սիրիայից արևմտյան Երուսաղեմ, Հորդանան գետի արևմտյան ափը Հորդանան գետի արևելյան Երուսաղեմ, մի խոսքով այդ ամեն ինչ իրանք 6-օրյա պատերազմի ժամանակ վերցրեցին, չնայած հետագայում երբ որ Եգիպտոսի հետ պայմանագիր կնքեց Իսրայելը,
Սինայի թերակղզին իհարկե վերադարձրեց, որովհետև համարեց, որ այդ պայմանագիրը շատ ավելի կարևոր էր իր համար։ Այսինքն իրանք հիմա ցույց են տալիս, որ ունեցել են ռազմական հաջողություններ, բայց հասկացանք հիմա ինչ է իրանց ասածը։ Վերջին 1 տարվա ընթացքում Իրանը չափազանց լուրջ հարվածներ է կրել, հարվածներ, որոնք նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել, սակայն մեր առաքելությունն ավարտված չէ, մենք պետք է կատարենք արշավի խնդիրներն, այնպես որ Իրանն այլևս գոյաբանական սպառնալիք չներկայացնի Իսրայելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ազատ աշխարհի համար շատ սերունդների ընթացքում։ Իհարկե դա խոսքը վերաբերում է միայն Իսրայելին, որովհետև Ամերիկայի համար եւ ուրիշների համար սպառնալիք չի, Իսրայելը ցանկանում է իր խնդրը ցույց տա համաշխարհային խնդրեմ, որի համար նախահարցակալնելը ուզում է արդարացնի, բայց դեռ պետք է կարողանան Իրանին շարքից անել, որը դեռ չեն կարողանում անել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ. Ես չեմ պատրաստում այլևս շատ համբերատար լինել, նրանք պետք է գործարք կնքեն։ Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու անհրաժեշտության մասին հարցին Թրամփը պատասխանել է. Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է։ Իրականում ես պարզապես ավելի լավ կզգամ, եթե այն ստանամ, բայց կարծում եմ, որ դա ավելի շատ PR-ի համար է, քան որևէ այլ բանի։ Այսինքն շատ կոշտ ձևով, երբ որ Իրանը մերժեց, հիմա Դոնալդ Թրամփն ասում է, բա մտամ դրա կարիքը մենք ունենք, որ լավ էլի։ Բարաուդի ծիրիգու ասում էր, այսա Հորմուզի նեղուցը փագեն, որ այդ ուրանը մեզ կտան, նոր կբացենք, այս կանենք, այն կանենք, հազարով մի բաներ, բայց այդ բոլորը լսել ենք, չէ։ Այսինքն դա նշանակում է, որ Դոնալդ Թրամփը իր նպատակներին չի կարողանում հասնել։ Իսկ դա աշխարհի համար խնդիր է։ Ինչ տեսք կունենա աշխարհը, երբ որ Դոնալդ Թրամփը իր նպատակը դրեց չհասավ, այնպես չի, որ իր նպատակը շատ արդարացված էր, բայց լուծում պետք է գտնվի, որը չի գտնվել։ Իսկ դուք պատկերացնում եք, որ 21-րդ դարում կրոնապետությունը հաղթանակ տանի, հաղթանակը համարվելով նա, որ զիջի Ամերիկան հետ քաշվի։ Մենք շատ լավ ենք մեզ զգալու, որ մեր հարավային հարևանը Ամերիկային ասի այս կողմերը չերևաս։ Դա ուղղակի մեր խնդիրն է, կապ չունի, որ պատերազմը մեր դաշտում չի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Վաշինգտոնին մեղադրել է հակասական ուղերձներ ուղարկելու մեջ, ինչը նրա խոսքով բարդացնում է բանակցային գործընթացը։ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի նեղուցը բաց է բարեկամ երկրների նավերի համար, եթե նրանք իրենց տեղաշարժը համաձայնեցնում են իրանական կողմի հետ։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ջրային ուղին փակ է մնալու Իրանի թշնամիների համար։ Ինչպես տեսնում եք, մենք չենք տեսնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջողվում է այս քայլերով ճնշում գործադրել Իրանի վրա։ Իսկ դա մեզ համար խնդիր է։ Նորից էլի քննարկում են, որ թրիփի հետ կապված եկան, բանակցեցին, այս արին, այն արին։ Դուք կարծում եք, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ հարցը լուծում չստանա, մենք կկարողանանք թրիփի մասին մտածենք։ Դնենք մի կողմ, որ մենք համարում ենք, որ դա լավագույն տարբերակը չէր Ամերիկայի հետ համագործակցության, բայց Աստված միացուն իսկ վատագույն տարբերակը ի վիճակի չլինենք անել, որովհետև Իրանն է դեմ։ Ոչ թե մենք ենք դեմ, ոչ թե Ամերիկան է փոշմանել հետ քաշվել, ոչ թե ընտրությունների արդյունքում Թրամփը մեծամասնությունը կորցրել է, հետաքրքրությունն է կորցրել այստեղի նկատմամբ, այլ ուղղակի Իրանը մեզ արգելում է։ Դուք պատկերացնում եք խայտառակության մասշտաբները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պարզաբանել է, որ Պեկինում կայացած գագաթնաժողովի ժամանակ նախագահ Թրամփը Չինաստանից որևէ օգնություն չի խնդրել Իրանի հարցում։ Մենք նրանից ոչինչ չենք խնդրել եւ նրանց օգնության կարիքը չունենք, ընդգծել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը հաստատել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը համակարծիք են Հորմուզի նեղուցի հարցում։ Երկու կողմերն էլ դեմ են ջրային ուղու ռազմականացմանը եւ Իրանի կողմից նավերի համար Թուրքիայի սահմանմանը։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ երբեք չի հանդուրժի միջազգային ջրերում ականների տեղադրումը կամ իրանական Թուրքիայի համակարգը եւ կարեւորել է այն փաստը, որ այս հարցում երկու գերտերությունների միջև կա ընդհանուր համաձայնություն։ Ավելի մեծ խայտառակություն պատկերացնում եք, որ Ամերիկայում եւ աշխարհում այն կարծիքին են, որ Ամերիկան գնացել է Չինաստանին խնդրել է Իրանի հարցում։ Հիմա էլ հերքում են, ասում են, տես բան չկա, ժողովուրդ ջան, բան չեն Ամերիկայի նախագահի հասցեին այդ կարծիքին, ժողովուրդ։ Էս ինչ օրննգանք։ Դա նորմալ եք համարում, որ հիմա արդարանում եք, որ տես բան չկա, չէ, մենք չենք ասել մեզ այդ հարցում օգնի, չենք էլ խնդրել, այսինքն չենք էլ խնդրել, որ մեզ օգնի։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Թեհրանը կարգավորում է վերաբերյալ իրանական առաջարկի անընդունելիության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարությունից հետո Վաշինգտոնից նոր հաղորդագրություն է ստացել բանակցությունները շարունակելու շահագրգռվածության մասին։ Այնինչ հաղորդում է, թե ԱՄՆ մերժել է Իրանի առաջարկը կամ պատասխանը վերաբերում է մի քանի օր առաջվան, երբ պարոն Տրամփը թվիթերյան գրառմամբ նշել էր, որ դա անընդունելի է, սակայն դրանից հետո մենք ամերիկյան կողմից կրկին հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել բանակցությունները և փոխգործակցությունը, ասել է նախարարը։ Այսինքն պատկերացնում եք, անընդունելի է եւ այլ, մեկ է նորից ասում է բերեք նստենք բանակցության։ Դուք պատկերացնում եք, ասենք այդ դիրքերը ինչքան է թուլացնում Դոնալդ Տրամփը իր երկրի հեղինակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ մենք տարել ենք լիակատար ռազմական հաղթանակ, մենք ամբողջությամբ ջախջախել ենք Իրանի նավատորմը, մենք լիովին կործանել ենք նրանց ռազմաօդային ուժերը, ամբողջությամբ ջախջախել ենք հոբ և հետևման համակարգերը, ոչնչացրել ենք նրանց առաջնորդներին, Թրամփը դավաճանություն է համարել լրագրողների փորձերը գրելու այն մասին, թե Թեհրանի մոտ ռազմական առումով ամեն ինչ լավ է։ Այգե լրագրողները, որոնք գրել են, որ ռազմական առումով լավ է, շատ զարմանալի է, ուրեմն նրանք չեն տիրապետում իրավիճակին կամ իսկապես մոտեցումները տենդենցիոզ է, բայց այն, որ ռազմական առումով ամեն ինչ վատ է, ինչպես ուզում է ցույց տա Դոնալդ Տրամփը, դա այդպես էլ չի։ Ամենայն դեպս Դոնալդ Տրամփին չի հաջողվում իրա պատմելով ասի ամեն ինչ լավ է։ Մարդիկ ասում են, եթե ամեն ինչ լավ է, ինչի է ամեն ինչ այսքան վատ։ Ուրա ինչ լուծման ես հասել, ինչ խնդիր է քո առաջ դրել եւ այդ խնդիրը լուծեցիր թե չլուծեցիր։ Սա է։ Այսինքն այն նույն բաները, ինչը մենք ենք քննարկում։ Իհարկե կուզենանք, որ հարցը կարգավորվի։ Իհարկե կուզենանք, որ գոնե այդ թեմայի ուղղությամբ հանգիստ լինենք։ Ինչ ռեգիոնալ քաղաքականություն, եթե ռեգիոնի առանցքային խաղացողներից մեկի մոտ պատերազմ է։ Ինչ ռեգիոնալ քաղաքականություն, որ ասենք մենք մեզանով մեր հարցերը կլուծենք, ուժեղ խաղացողները մեզ պետք չեն, բայց ուժեղ խաղացողը մեր տարածաշրջանում լինի։ Մեկ ասենք թող գա մեր դաշտ մտնի, որպեսզի մեզ պաշտպանի Իրանից, որովհետև մեր անվտանգությունը կպահի։ Մեկ էլ մտածենք, որ Ռուսաստանին էլ չենք նեղացնելու, նրանք էլ են ռեգիոնալ խաղացող, 3 գումարած 3 ձևաչափնել, դա լավ գիտենք, որ մերոնք լավ էլ ասում են, որ դա արդյունավետ ձևաչափ է, այն դեպքում թե դա արդյունավետը որն է չգիտենք, բայց իրանք այդպես են կարծում։ Այդ ինչ ռեգիոնալ քաղաքականություն է, որ Ամերիկան ստեղ կա, Ռուսաստանը ստեղ կա, եւ ոնց որ թե հարցերը լուծված չի Իրանի հետ։ Դրա համար այս ամեն ինչը մեզ համար շատ կարևոր է, մենք մեկը ինչքան էլ ընտրություն լինի, մենք պետք է մտածենք, որ արդյունքում մենք ինչ պետություն ենք ունենալու եւ աշխարհի հետ ինչպես ենք հարաբերվելու եւ մեր երկիրը ինչպես ենք զարգացնելու։ Այս ամբողջին մենք պետք է տեղյակ լինենք, որովհետեւ այս ամեն ինչը մեր վրա ուղղակի ազդեցություն է ունենալու։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։